մոտ 400 միլիարդ դրամ միայն արտաքին պարտքի սպասարկման է գնալու հաջորդ տարի։ Դա ավելի շատ է, քան ամբողջ կրթությանը բյուջեում նախատեսված գումարները։ Ավելին, ցած մտքում մի քիչ դժվար է հաշվել, բայց կրթություն, գիտություն միասին ավելի քիչ է նախատեսված, քան արտաքին պարտքի սպասարկման գումարը։ Հիմա այսպիսի վիճակ է, այդ գումարը մոտ է, հիմա դժվարանում եմ ասել, քան այն ժամանակ ընդհանրապես ամբողջ պարտքներ։ Ես տոկոսային հարաբերակցությամբ եմ հիշում, բայց չեմ կարող հիմա զուտ թվեր ասել, բայց սա հսկայական թիվ է։ Սա մենք միգուցե օգտագործեմ այս բառը, դա բուրգ է կառուցված։ Եվ այդ բուրգը փլվելու է։ Միած սցենար նայենք, վաղը մյուս օր Ուկրաինայում պատերազմը, եթե կաղնի, օրինակ, եթե բանկային ընդհանրապես Ռուսաստանի սանկցիաների մի մասը կամ ամբողջությամբ հանվեն, մեր տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնելու։ Մի հսկայական զանգված, օրինակ Ռուսաստանում հայկական քարտեր են բացել, ներդրումներ են արել, հաշիվներ են բացել մեր բանկային համակարգում, որ կարողանան նաև իրենց ծախսերը, իրենց ճամփորդությունների ժամանակ անել։ Այդ ամբողջը փլվելու է։ Մեր բանկային համակարգի այս գերշահույթները ամբողջությամբ կապված են այս հանգամանքի մեջ։ Հիմա մի պահ պատկերացրեք, այս ամբողջը կաղնի։ Ինչ է լինելու։ Եվ նման պարագայում այդ պարտքը արտաքին ոչ ոք քեզ չի ներելու, դու ստիպված պետք է այդ պարտքը շարունակես սպասարկել։